Ինչպիսի եզրակացություններ կարելի է անել Արցախյան պատերազմից հետո։ Առաջին եւ ամենակարևոր եզրակացությունն այն է, որ պատերազմ հրահրողը Թուրքիան է, մասնակիցները Հայաստանն ու Ադրբեջանը։ Kovmuşuq onları torpaqlarımızdan. İti qovan kimi qovmuş. Իսկ ով է կանգնեցրել պատերազմը։ Ճիշտ է, Ռուսաստանը ու միայնակ Հայաստանի ու Ադրբեջանի հետ բանակցելով։ Քանի որ Թուրքիան կատեգորիկ դեմ էր դիվանագիտությանը, նրանք ձեռք էր տալիս միայն պատերազմը։ Բայց հիմա ամեն երկիր յուրովի է մեկնաբանում պատերազմի արդյունքները։ Օրինակ հայերս մտածում ենք, որ Նիկոլը ծախեց Արցախը։ Ադրբեջանցիները մտածում են, որ Ալիևը Արցախը տվեց ռուսներին։ Թուրքերը, որ Էրդողանն անիմաստ փողեր ծախսեց պատերազմում հանուն Ռուսաստանի շահերի։ Վրացիները, որ Ռուսաստանը շրջապատեց իրանց երկիրը հաջորդ հարձակման համար։ Դե Իրանն էլ, որ Ամերիկան ու Իսրայելը շրջապատեցին իրանց երկիրը հարձակման համար։ Մի խոսքով կարծիքների իսկական շիլափը։ Եվ արդեն հիմա պաշտոնական Անկարան շատ ուժեղ բարձրաձայնում է իր դերի եւ կարեւորության մասին Լեռնային Ղարաբաղում, բայց Ռուսաստանը կտրուկ է պատասխանում, ասելով, որ Թուրքիան այնտեղ չկա եւ չպետք է լինի։ Մոնիտորինգն ու հետևելը պարզ է, Ռուսաստանի հետ շփումները նույնպես։ Թուրքիայի ազդեցության ավելացումը Ադրբեջանի վրա բնական է, բայց եկեք չմոռանանք, որ Ռուսաստանը հյուսիսից մինչև հարավային սահմանագիծ ռազմական ներկայություն է հաստատել Իրանի եւ հենց Թուրքիայի քթի տակ։ Թուրքական հանրությունը հենց դրա համար էլ շատ ուժեղ քննադատում է Էրդողանին, որ թույլ թշնամու Հայաստանի փոխարեն Էրդողանը ստացավ ուժեղ թշնամի Հայաստան Ռուսաստանի դեմքով։ Չենք մեկնաբանի, բայց հաշվի առնել պետք է։ Ու քանի որ Սուլթան Էրդողանի մոտ կարող են ինչ-որ ցանկություններ հայտնվել, Ռուսաստանը փակել է Ղարաբաղի օդը։ Դե իհարկե, ասում են, որ դա արել է քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի չկրկնվի ուկրաինական սցենարը մալազիական ինքնաթիռի հետ կապված։ Բայց իհարկե, թուրքերը լավ են գիտակցում, որ օդը փակել են հենց իրենց պատճառով։ Ավելի ճիշտ, Էրդողանի իմպերիալիստական նկրտումների համար։ Արցախում տեղակայված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը թույլ են տալիս դիտարկել տարածաշրջանի ամբողջ օդային տարածքը, Թուրքիայի սահմաններից սկսած, հետևել ցանկացած թռչող սարքի, կլինի դա ինքնաթիռ թե անօդաչու, որոնցով այդքան հպարտանում է Թուրքիան։ Արցախում հզոր հոկ-միրոցների տեղակայումը ապահովում է նաև ռուսական զորքերի անվտանգությունը, խաղաղ բնակիչների տեղաշարժը, բեռների տեղափոխումը։ Հիմա Արցախի երկնքում իրավունք ունեն օդ բարձրանալ միայն ռուսական օդատիեզերական ուժերին պատկանող սարքավորումները։ Արցախի օդի ամբողջությամբ փակելը հիստերիայի է հասցրել Էրդողանին եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Դա միանգամայն հասկանալի է, որովհետև Թուրքիան զրկվել է Արցախում դիտարկումներ անելու իրավունքից, ռուսական զորքերի մասին տեղեկություններ ունենալուց, տեղաշարժից, փաստացի նրանք դուրս են շպրտվել ընթացող պրոցեսներից։ Նույնիսկ զրկվել են հեռվից հետևելու իրավունքից։ Այսպիսով թուրքական հետախուզությունը դարձել է անպիտան մի կառույց ամբողջ տարածաշրջանում։ Ճիշտ է, նրանց թույլատրել են նստել Ադրբեջանին անցած տարածքներից մեկում, սակայն առանց Ռուսաստանի վերահսկողության տարածք դուրս գալու պայմանով։ Իհարկե, անզորությունից ելնելով Թուրքիան իրեն պատկանող բոլոր լրատվամիջոցներով սկսել է քարոզել, որ ռուսները Ղարաբաղում զբաղված են թալանով եւ թույլ չեն տալիս փախստականներին վերադառնալ իրենց տներ։ Դե իսկ դատողությունները թողնում եմ ձեզ։ Ағлан